Ձվի կեղևի գույնը չի ազդում նրա սննդարարության վրա։ Ձվի կեղևի գույնը կախված է հավի ցեղատեսակից։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք տավարի փափկամասով կողիկներ։ Կմատուցենք կողիկները խորոված բանջարեղենով։ Կսկսենք բանջարեղենից։ Պետք է ձեռքի տակ ունենալ համեմունքների խառնուրդ։ Կվերցնեմ մառանի կնկերության, աղացած սև պղպեղ, կարմիր կծու պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ և աղ։ Այժմ մշակենք առաջին բանջարեղենը։ Նախ տեղադրում ենք տախտակը։ Եվ մշակում ենք կարտոֆիլը։ Կվերցնեմ 3 միջին չափի կարտոֆիլ։ Կտրատում ենք հաստ ձողիկների և լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Համեմում ենք համեմունքների խառնուրդով։ Գործի ենք դնում ջեռոցի տապակը։ Վրան փռում ենք յուղաթուղթ։ Շատ մեծ յուղաթուղթ է։ Լավ, թրջենք, ճմրթենք։ Եվ փռենք։ Այսպես։ Եվ այսպես, շատ լավ ստացվեց։ Մի քանի կաթիլ բուսայուղ ենք լցնում։ Եվս մեկ անգամ տակն ու վրա անենք և շարենք յուղաթղթի վրա։ Շարենք յուղաթղթի վրա։ Մյուս բանջարեղենը գազարն է։ Սա էլ կտրենք հաստ ձողիկների։ Եվ նույն կերպ համեմենք և յուղենք։ Համեմում ենք նույն համեմունքով։ Բուսայուղ արդեն կա, բավականաչափ սիրելի ամանի մեջ, այնպես որ չենք լցնի։ Լավ խառնելուց հետո կշարենք յուղաթղթի վրա։
Սա էլ արեցինք, կառաջարկեմ նաև քաղցր պղպեղ։ Արի դու և այստեղ կարմիրն եմ տեսնում, արի ստեղ, արի։ Սրանք էլ ենք կտրատում ձողիկների։ Այստեղ էլ շատ քիչ համեմունք ենք անում, բուսայող չենք ավելացնում։ Շարենք և ուղարկենք ջեռոց։ Ոչինչ, պղպեղները կարող են այսպես իրար վրա է լինել, նրանք շուտ եփվող են։ Հակառակը դնենք, թող կարտոֆիլը խորքում լինի, այն ամենաուշն է եփվում։ Ջեռոցը կմիացնեմ։ Ջերմաստիճանը կընտրենք 190 և թող բանջարեղենը խորովվի։ Պարբերաբար աճ կգցենք, որը արդեն պատրաստ է, կհանենք։ Այժմ անցնենք կողիկներին։ Հանենք սառնանից այն ամենը, ինչը կարող է պետք գալ։ Կարող է պետք գալ։ Տավարի փափկամիսը կտրատում ենք հարմար չափերի և աղում ենք։ Տավարի փափկամիսի հետ կաղանք բեկոնի շերտեր։ Այսքանը երկու հատ էլ։ Էր այստեղ։ Սա յուրահատուկ համ կտա կողիկներին։ Տավարի փափկամսի հետ կաղամ նաև 2 գլուխ սող, սրանք է կտրատենք հարմար չափերի, և սխտոր 3 մեծ պճեղ, այսպես մեծ պճեղներ, սրանք էլ կտրատենք և արդեն աղանք։ Պաստորեն կարելի էր սիրելի ամանը օգտագործել։ Կվերցնենք մյուսը։ Մենք մի քանիսը ունենք։
Քանի դեռ աղացի մոտ ենք, 2 շերտ էլ հացի շերտ աղանք։ Այս գործը վերջացրեցինք։ Համեմենք։ Հենց այս համեմունքն էլ կօգտագործեմ, խառը համեմունքը, որտեղ կար, հիշեցնեմ, աղ, աղացած սև պղպեղ, կարմիր քաղցր եւ կարմիր կծու պղպեղ Մարրանիկ ընկերության։ Սա ավելացնում ենք։ Հումցում ենք, շատ քիչ կաթ ենք ավելացնում։ Մեկ ձու։ Այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Եթե չավելացնենք կանաչիներ, թարմ և չոր։ Հայտնվում է տախտակը, թարմ կանաչիներից կառաջարկեմ ռեհան, համեմ, մաղադանոս, այլ այստեղ, սամիտ, ինչու չեմ, սրանք մանր կտրատում և ավելացնում ենք մսին։ Փոքր շատ ստացվեց, բայց ինչպես կասեր հանճարեղը, կանաչին երբեք շատ չի լինում։ Բացի թարմ կանաչից կառաջարկեմ Մարրանիկ ընկերության չոր, նանա, ուրց, տրորենք, ուրցը թող բույրը բացվի։ Ռեհան, և սամիտ։ Սառը ջուր ենք պահում ձեռքի տակ և սկսում ենք լավ հունցել։ Սառը ջուրը ձեռքը թրջելու համար է։ Սա հարկավոր է մոտ 10 րոպե լավ հումցել, այդպես կհաղորդենք նաև մեր էներգիան։ Եթե խճողակը ջրիկ է ստացվել, ավելացնում ենք պաքսիմատ։ Եթե պինդ է ստացվել, ձեռքը թրջելով կարողանում ենք կարգավորել։ Այսպես հավաքում ենք, խփում ենք պատին, որպեսզի հավասար բաղադրիչները տարածվեն, հետո կրկին հումցում ենք, մի խոսքով 10 րոպե մեր երջանիկ զգացողությունները և մտքերը հաղորդում ենք խճողակին։ Այժմ կողիկները ձևավորելու ենք, թաթախելու ենք ձվի մեջ և պաքսիմատապատելու։ Այսինքն մեզ հարկավոր է ձու հարել, արի։ Երկու ձու ենք հարում,
Հարում ենք ձուն այնքան, մինչև հյուսվածքները քանդվեն։ Սա արեցինք, ջուրը թող մնա, դանակը մեզ պետք չի, պաքսիմատ, կվերցնեմ Մարանիկ ընկերության պաքսիմատ, պաքսիմատը կհամեմենք պարմեզան պաներով։ Քերում ենք մանր անցքերով։ Խառնում ենք և կարելի ասել ամեն ինչ պատրաստ է կողիկներ ձևավորելու համար։ Դու արի այստեղ։ Հանում ենք գուննավոր հարթությունը, կձևավորենք կողիկները և կշարենք կարմիր հարթության վրա։ Ինչ ենք անում, թռչում ենք ձեռքը։ Վերցնում ենք խեճողակից, թաթախում ենք ձվի մեջ, պաքսիմատը պատում ենք, տալիս ենք վերջնական ձև, ջեռոցը պահանջում է ուշադրություն, տեսնենք ինչ վիճակում է բանջարեղենը։ Շատ լավ է, կողիկների հետ անմիջապես այն պատրաստ կլինի և կմատուցենք։ Կողիկները որոշակի ժամանակով կարելի է ուղարկել սառնարան կես ժամից հետո կարելի է այն տապակել երկու կողմից և մատուցել։ Տեսնենք ինչ վիճակում է բանջարեղենը։ Իսկ բանջարեղենը գեղեցկություն, հրաշալի վիճակում է։ Մատուցում ենք բանջարեղենի հետ։ Տավարի փափկամսով կողիկներ։ Համեմունքի խառնուրդի համար թասի մեջ սև պղպեղ, կարմիր կծու պղպեղ, կարմիր քաղցր պղպեղ և աղ խառնել։ Կարտոֆիլը հաստ ծողիկների կտրել, լցնել մեծ թասի մեջ, համեմել նախապատրաստած խառնուրդով, հուսայողով։ Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, շարել կարտոֆիլի ձողիկները։ Գազերը հաստ ծողիկների կտրել, նույն կերպ համեմել, շարել կարտոֆիլի կողքին։ Քաղցր պղպեղն էլ ձողիկների կտրել, նույն կերպ մշակել, դնել տապակի մեջ։ Բանջարեղենը 190 աստիճան տաքությամբ ջեռոցում խորովել, մինչև պատրաստ լինի։ Կողիկների համար տավարի փափկամիս, բեկոն, սոխ և սխտոր միասին աղալ, վերջում հացի 2 շերտ աղալ։ Խճողակին համեմունքի խառնուրդ, կաթ, ձու, մանր կտրատած ռեհան, համեմ, մաղադանոս, սամիթ ավելացնել, համեմել չոր նանայով, ուրցով, ռեհանով, սամիթով։ Ձեռքը թրջել սառը ջրում, զանգվածը 10 րոպե լավ հունցել։ Թասի մեջ ձու ջարդել, երկրորդ թասի մեջ պաքսիմատ և քերած պարմեզան խառնել։ Թաս ձեռքերով խճողակից կողիկներ ձևավորել, թաթախել հարած ձվի, թավալել պաքսիմատի մեջ, կես ժամով սառնարան դնել, ապա բուսայղով երկու կողմից տապակել, մատուցել բանջարեղենի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք հավի կրծքամիս, նարինջ, նուշ, չամիչ և ընտրյալ հատիկ համի գաղտնիք դե իհարկե մառանիկ։ Այսօր էլ այսքանը։
Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։